Փառք Տիրոջը, շնորհակալ ենք Աստծուց, որ այսօր էլ կյանք տվեց, որ իր առջև ենք, թող Տերը փառավորվի սերի քույր եղբայրներ, թող Տերը օգնի ամեն մեկիս, զորացնի, ուժ տա, կարողություն տա, այն խոսքերով, որ լսում ենք, նաև կատարենք մեր կյանքի մեջ, մեր ընտանիքների մեջ, ամեն որտեղ որ ենք, հիշենք եւ Աստծո զորությամբ, իր Սուրբ Հոգու ներգործությամբ կատարողներ լինենք այն լսածը, թող Տերը փառավորվի սերի քույր եղբայրներ։ Աստծո օգնությամբ այսօր կուզեմ խոսալ այդ ամենօրյա հացի մասին այսօր, բայց երկրորդ գաղափարը անցած անգամ հիմնականը խոսեցինք այդ իրական ամենօրյա հացը տուր մեզ այսօր, որպես այն հացը, այն աշխատանքը, այն ընթացքը, բայց այդ երկրորդականը, որ պիտի խնդրենք այն հացը, որ Աստված է տալիս, այն կենթանի հացը, եւ այսօր կուզեմ խոսել այդ ամենօրյա կենթանի հացի մասին, սերի քույր եղբայրներ, բայց դրա մասին խոսալով, դրա մասին վերջում կխոսանք, կուզեմ սկզբից ոնց որ հասնենք դրան, սկսենք ծննդոցից, ծննդոց առաջի գլուխ 26 խոսքից Աստված ստեղծում է 6-րդ օրը մարդը եւ գրված է եւ Աստված ասեց մեր պատկերովը եւ մեր նմանությամբ պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների եւ անասունների եւ բոլոր երկրի վրա եւ երկրի վրա սողացող բոլոր սողուների վրա եւ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը, Աստծո պատկերովը ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրան եւ Աստված օրհնեց նրանց եւ Աստված ասաց նրանց. Աճեցեք եւ շատացեք եւ լցրեք երկիրը եւ տիրեցեք նրան եւ իշխեցեք ծովի ձկների եւ երկնքի թռչունների վրա եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։ Տեսնում ենք, որ Աստված ստեղծում է մարդը արու եւ էգ եւ մեծ հանձնարարություն է տալիս, որ երկիրը մարդը իշխի։ Երկրորդ գլխի մեջ ավելի կենտրոնանում է, որտեղ հերթականությունով է Աստված ստեղծում, այստեղ միանգամից ընդհանուրը ներկայացնում է, բայց այս միտեղը հերթականություն է ցույց տալիս, որ Աստված առաջինը Ադամին ստեղծեց եւ 7-րդ խոսքի մեջ երկրորդ գլուխ գրված է եւ Եհովա Աստվածը հողի փոշուցը շինեց մարդը եւ նրա ռնգածը մեջ կենթանության շունչ փչեց եւ մարդը կենթանի հոգի եղավ։ Եվ Եհովա Աստվածը արևելքի կողմը Եդեմի մեջ մի պարտեզ տնկեց եւ իր շինած մարդը դրավ այնտեղ եւ Եհովա Աստվածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը տեսնելու հաճելի եւ ուտելու քաղցր եւ պարտեզի մեջտեղը կենաց ծառը եւ բարին եւ չարը գիտենալու ծառը։ Աստված Ադամին ստեղծում է եւ Եդեմի պարտեզն է տնկում, ստեղծում ամեն տեսակի ծառեր տնկում է եւ գրված է, որ այս ծառերը տեսնելու հաճելի եւ ուտելու քաղցր էին։ Բայց երկու ծառեր կային, գրված է կյանքի ծառը եւ բարի եւ չարի գիտության ծառներ այնտեղ դրված էր։ 15 խոսքի շարունակում են գրված է եւ Եհովա Աստվածն առավ մարդը եւ դրավ Եդեմի պարտեզումը, որ նա նրան մշակե եւ պահե։ Եվ Եհովա Աստվածը պատվիրեց մարդին ասելով. պարտեզի ամեն ծառիցը համարձակ կեր, բայց բարի եւ չարի գիտության ծառիցը մի ուտիր, որտեղ նրանից կերած օրդ մահով պիտի մեռնիս։ Այստեղ Աստված պատվիրան է տալիս, այս պատվիրանի մեջ համ դրական կողմը կա, համ բացասական կողմը։ Առաջի մասը օրհնություն, առատություն, ամեն բան ստեղծել եմ բոլոր ծառերից համարձակ կերեք։ Այն ծառերը, որ տեսնելու հաճելի են եւ ուտելու քաղցր են, բոլորը համարձակ կերեք։ Ասում, բայց մի ծառ կա, այդ ծառից չուտեք։ Բարի եւ չարի գիտության ծառիցը, այն օրը որ ուտեք, կմեռնեք։ Տեսնում ենք, որ Աստված սրանից հետո Ադամի միջոցով Ադամը բոլոր կենդանիներին անուններ է դնում եւ նաեւ օգնական չի գտնվում Ադամի համար եւ Աստված ստեղծում է Եվային Ադամի կողքից եւ գրված է, որ ոսկոր իմ ոսկրից, մարմին իմ մարմնից, իր անունը կին պետք է լինի եւ այս երկուսը մեկ են դառնում
եւ տեսնում ենք 3-րդ գլխի առաջի խոսքից մի նոր մեկն է հայտնվում այս պատմության մեջ, կուզեմ 3-րդ գլուխ 1-ից 7 խոսքերը կարդանք։ Եվ օձը ավելի խորամանկ էր, քան թե դաշտի բոլոր գազանները, որ Եհովա Աստվածն ստեղծել էր։ Եվ կնոջն ասեց. իրավ Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառիցը չուտեք։ Եվ կինն ասեց օձին. պարտեզի ծառերի պտղիցն ուտում ենք, բայց այն ծառի պտղիցը, որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասեց մի ուտեք նրանից, եւ նրան մի դպչիք, որ չմեռնիք։ Եվ օձը կնոջն ասեց. բնավ չեք մեռնիլ, այլ Աստված գիտե, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվին եւ Աստծո պես կլինիք բարին եւ չարը գիտացող։ Եվ կինը տեսավ, որ ծառը լավ էր ուտելու համար, եւ թե հաճելի էր աչքերին, եւ փափագելի է ծառը նայելու համար, առավ նրա պտղիցը եւ կերավ, եւ իր հետ իր մարդն էլ տվավ եւ նա կերավ, եւ նրանց երկուսի աչքերը բացվեցան եւ գիտացին, թե մերկ են, եւ թզենու տերևներ կարեցին եւ իրանց համար ծածկոցներ շինեցին։ Տեսնում ենք, որ այստեղ օձը գալիս է եւ Աստծո խոսքը կիսատ պրատ է ներկայացնում։ Առաջինը հարց է հարցնում։ Տեսնում ենք, որ երբ որ Աստված պատվիրանը տվեց, առատության պատվիրան էր, օրհնության պատվիրան էր, ոչ թե զրկանքի, ոչ թե կիսատ պրատ էր, ոչ թե չէ մի քանի բաներ, այլ առատությամբ, բոլոր ծառերից համարձակությամբ, եւ անգլերեն թարգմանության մեջ գրված է ազատությամբ, բոլոր ծառերից կերեք։ Այստեղ սատանան օձը գալիս է, իրավ Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Այստեղ Եվայի ուշադրությունը վերցնում է այն առատությունից, որ առատությամբ տրվել է, որ առատությամբ եւ համարձակությամբ կարող են ուտել, եւ իր ուշադրությունը այն առատ օրհնությունից հանում է եւ դնում է այն մեկ բանի վրա, որը արգելված է։ Եվ հետո Եվան պատասխանում է, բայց Եվան ամբողջ պատվիրանքը չի ներկայացնում, ինչպես որ Աստված Ադամին ասել է, որտեղ արդեն այդ կասկածանքը դրել էր Եվայի մեջ։ Այդ առատության պատվիրանը Եվայի համար դարձավ ուղարկի պատվիրան, որ այո, բայց այն ծառի գրվածապարտեզի ծառերի պտղիցը ուտում ենք, ոչ թե բոլոր պարտեզի ծառերիցը համարձակությամբ, ազատությամբ ուտում ենք, այլ երկու կարևոր բառ՝ բոլոր եւ համարձակությամբ։ Առատության պատվիրանը դառնում է քչության, պակասության, ստրկության պատվիրան։ Թողնում էլի Աստված ոնց ասած յոլա են կնում։ Այդ առատության պատվիրանը չկա, բայց այն ծառի պտղիցը, որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասեց մի ուտեք նրանից եւ նրան մի դպչիք, որ չմեռնի։ Տեսնում ենք, որ էլի պատվիրանը ներկայացնում է, բայց երկու բառ, երկու բառից ավել, բայց երկու կարևոր բառ դուրս է հանում։ Այդ առատությունը դարձնում է մի ուրիշ բան։ Եվ օձը կնոջը ասեց. բնավ չեք մեռնիլ։ Արդեն բացահայտ ստում է, այլ Աստված գիտե, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվին եւ Աստծո պես կլինիք բարին եւ չարը գիտացող։ Մարդու մեջ կասկածանք է դնում եւ մարդու մեջ կասկածանք է առաջանում։ Աստված ինձանից մի բան պահում է, մի բան կա, որ թաքցրած է ինձանից եւ Աստված ինձի չի տալիս եւ չի ուզում ունենամ, որովհետեւ չի ուզում իրեն նման լինեմ։ Բայց Աստված արդեն Ադամին եւ Եվային պատվիրանը տվել էր եւ արդեն Աստված
իր նմանության եւ պատկերով ստեղծել էր եւ Աստված արդեն ամեն բանի վրա իշխան էր դրել։ Առատություն իրենք ունեին։ Բայց խավարը եկավ եւ այդ առատությունը Եվայի մտքի մեջ դարձրեց քչություն, չորություն, կարծես թե մի անապատի մեջ էին ապրում եւ ոչ թե այն լիքը ջրերով պարտեզ, որ տարբեր տեղերից ջրերը բխում էր ջուրը, առատություն կար, բայց խավարը կարող էր մարդու միտքը փոխել։ Եվ գրված է, եւ կինը տեսավ, որ ծառը լավ էր ուտելու համար, եւ թե հաճելի էր աչքերին, եւ փափագելի էր ծառը նայելու համար, առավ նրա պտղիցը եւ կերավ եւ իր հետ իր մարդին էլ տվավ եւ նա կերավ։ Տեսնում ենք, որ այս առաջի երկու բանը մեղք չէր, որտեվ Աստված ստեղծել էր այն ծառերը եւ գրված է այդ բոլոր ծառերը տեսնելու հաճելի եւ ուտելու քաղցր էին։ Այդ բանը Աստված մարդուն պարգևել էր, այսինքն այդ գեղեցիկ ծառերը, որ համ աչքերին հաճելի էին, համ էլ քաղցր էին, համով էին, դա մեղք չէր, Աստված տվել էր մարդուն, որ վայելեր մարդը, բայց մարդը դրանով չբավարարվեց, մի ուրիշ բան էր ուզում, որ դեռ Աստված նրանց չէր տվել, բայց հեսա կտեսնենք, որ Աստված նպատակ ուներ, որ մարդուն հասցներ դրան, բայց մարդը առանց Աստծու փորձեց նմանվել Աստծուն, հավասարվել Աստծուն, ինչպես գիտենք Արուսյակը իր աթոռը բարձրացրեց, գրածա մնացած աստղներից բարձրացրեց եւ իր աթոռը դրեց Աստծուն հավասար լինելու համար, իր գեղեցկության պատճառով իր իմաստությունը փչացրեց Արուսյակ։ Եվ տեսնում ենք, որ Արուսյակին դա տրված չէր։ Եվ հրեշտակներին կա բաներ, որ դեռ տրված չի, բայց նույնիսկ մարդուն տրված էր, որ Աստծո պատկերը եւ նմանությունը ունենար։ Բայց խավարը ասեց, Աստված չի ուզում, որ դու նրան նման լինես։ Եվ մարդը ինքը իր ձեռով փորձեց այդ հարցերը լուծել։ Տեսնում ենք, որ այս մեղքից հետո իրականում իրենց աչքերը բացվում են։ Իրականում չարն ու բարի գիտությունը ունենում են, բայց որովհետև այդ մեծ բանը առանց Աստծմով փնտրեցին, այդ գիտությունը, այդ նոր տեսողությունը իրանց համար ամոթ եղավ, խայտառակություն եղավ, նույնիսկ իրանք մեկը մյուսից արդեն ամաչեցին եւ ծածկվեցին, եւ ոչ թե մեկը մյուսից ծածկվեցին, այլ Աստվածանից էլ ծածկվեցին, Աստվածանից հեռացան։ Եվ գրված է, որ 20-րդ խոսքին եւ Ադամը իր կնոջը անունը Եվա կոչեց, որտեղ նա եղավ բոլոր կենդանյաց մայրը։ Եվ Եհովա Աստվածն Ադամի եւ նրա կնոջ համար կաշուց հանդերձներ շինեց եւ հագցրեց նրանց։ Եվ Եհովա Աստվածն ասեց. ահա Ադամն եղավ իբրև մեզանից մեկը, որ բարին եւ չարը գիտենա, եւ հիմա միգուցե իր ձեռքը մեկնե եւ կենաց ծառիցն էլ առնե եւ ուտե եւ հավիտյան ապրի։ Ուստի Եհովա Աստվածը հանեց նրան Եդեմի պարտեզիցը, որ երկիրը գործե, որտեղից որ առնված էր, եւ արտաքսեց Ադամին, եւ Եդեմի պարտեզի դիմացի կողմիցը դրավ քերովբեններին եւ ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը կենաց ծառի ճանապարհը պահելու համար։ Այստեղ երբ որ կարդում են, գրված է, որ Ադամը իրոք կերավ եւ իրոք Աստծուն նմանվեցավ եւ իրոք այդ գիտությունով իր ձեռքը կմեկներ եւ կենաց ծառիցը կուտեր եւ հավիտյան կապրեր։ Հիմա հարց է առաջանում, Աստված չէր ուզում, որ մարդը իրեն նմանվեր։ Գիտենք, որ ուզում էր, որտեղ արդեն իր պատկերով եւ նմանությունով ստեղծել էր։ Աստված չէր ուզում, որ մարդը իմաստություն ունենար։
Մենք գիտենք, որ Աստված ուզում էր մարդուն իմաստություն ունել։ Աստծո խոսքի մեջը շատ տեղեր է այդ իմաստության մասին գրված։ Աստված չէր ուզում, որ մարդը հավիտյան ապրեր։ Հենց դրա համար Հիսուս Քրիստոսը եկավ, որ հավիտենական կյանք ունենանք։ Բայց տեսնում ենք, որ այստեղ Աստված փակեց այդ կյանքի ճանապարհը, որ մարդը իր մեղքի մեջ ձեռքը չմեկնի եւ հավիտյան այդ խավարի մեջ ընկղմի եւ մնա։ Աստված Ադամին եւ Եվային դուրս հանելով նրանց ողորմություն արեց, որ այդ մեղքի մեջ իրենք էլ ավելի խավարի մեջ չմտնեն։ Եվ գիտենք, որ նույնիսկ ջրեհեղը, Բաբելոնի աշտարակը, Աստծո բոլոր դատաստանները, Աստված դատաստանները անում է, որ մարդը դառնա, ջրեհեղի միջոցով Նոյին փրկեց, Բաբելոնի աշտարակը ինքը դադարեցրեց, որ մարդը էլի ուզում էր Աստծուն նմանվեր, որ մարդը այդ խավարին չհասնի։ Աստված դատաստաններ է ուղարկում, ոչ թե որ մարդուն ոչնչացնի, բայց որ մարդուն հետ դարձնի, ինչպես Իսրայել ժողովրդին ամեն օր ասма մարգարեներ ուղարկեցի եւ իմ դատաստաններս ուղարկեցի, որ դուք հետ դառնաք եւ ես ձեզի բժշկեմ եւ ձեզ կընդունեմ, որտեւ ձեզի հավիտենական սիրով սիրեցի, բայց որ այս ճանապարհով գնաք, հավիտենական դատապարտության մեջ կընկնեք։ Աստծո բոլոր գործերը ողորմություն են, բարություն են, սեր են, բայց մարդը պետք է արթնանա, պետք է հասկանա։ Կներեք։ Տեսնում ենք, որ կյանքի ծառից զրկեց Ադամին եւ Եվային, բայց Եվային անունը բոլոր բաների մայրը, կենացը, կյանք տվողը, Եվայի միջով կյանքը պետք է գար, մարդիկ պետք է կյանք ունենային, այդ կյանքից զրկեց, բայց այդ կյանքի միջոցը թողեց երկրի վրա, որտև Եվայի միջոցով Հիսուս Քրիստոսը, Աստծո որդին, կյանքի հեղինակը, կյանքը տվողը, հենց ինքը հարությունը եւ կյանքը Եվայի այդ միջոցով եղավ, հետո Մարիամ, Սուրբ Մարիամի միջոցով Քրիստոսը ծնվեց, սիրելի քույր եղբայրներ։ Այստեղ Ադամի եւ Եվայի խնդիրը որն էր։ Աստված ուզում է, որ մարդը իմաստություն ունենա, որ մարդը կյանք ունենա եւ ավելի, որ Աստծուն նմանվի, բայց որն է սխալը, սիրելի քույր եղբայրներ, որ մարդը ինքը իր միջոցներով փորձում է այդ բոլորը անել։ Տեսնում ենք, որ առակած գլուխը, ամբողջ առակած գիրքը, Հոբի գիրքը Աստծո իմաստության մասին է ներկայացնում եւ ներկայացնում է մարդը ոնց կարող է իմաստություն ունենա, գիտություն ունենա, այդ իմաստությունը որտեղ է Հոբ 28-րդ գլխի մեջ տարբեր ձևերով ներկայացնում է, ասма գնացի դժողքը ինքը իմաստության մասին չգիտեր, ամբողջ աշխարհի ստեղծագործության անկյունները փնտրեցի, իմաստությունը չգտա։ Որտեղ է գտնվում այդ իմաստությունը։ Տիրոջ երկյուղի մեջ է այդ իմաստությունը գտնվում։ Ահա Աստծո միջոցը, որ մարդը չարն ու բարի գիտությունը ունենա, այդ աստվածային իմաստությունը ունենա, Աստծո վախի միջոցով է։ Բայց մարդը չի ուզում համբերի, ուզում է ամեն բան արագ լինի, ուզում է ամեն բան իրեն հարմարեցնի, ուզում է ամեն բան իր համար հեշտ լինի։ Ինչ հեշտ կլիներ, մեր ձեռքերը մեկնենք եւ այդ ծառի պտղից ուտենք եւ Աստծուն նմանվենք ու վերջ։ Աստված ճանապարհ է ստեղծել, սիրելի քույր եղբայրներ, մեր համար,
Եվ այդ իմաստության ճանապարհը, Տիրոջ երկյուղի ճանապարհը, որ Քրիստոսի մասին գրված է, Աստծո երկյուղի հոգին նրա վրա էր եւ իր ախորժակը նրա երկյուղն է, ճանապարհ կա եւ Տիրոջ երկյուղն է, այդ ճանապարհը, որ Աստված դրել է Աստծո ժողովրդի առաջ, որ այդ երկյուղով մենք առաջնորդվենք, սիրելի քույր եղբայրներ, բայց այդ երկյուղը հեշտ չի, մեզի հարմար չի։ Ադամը եւ Եվան, եթե Տիրոջ երկյուղով քայլեին, այդ Տիրոջ կյանքի մեջ քայլեին, Աստված իրենց համար այդ ճանապարհը կբացեր։ Բայց տեսնում ենք, իրանք մեկնեցին հեշտը, հանգիստը, հարմարը, որ նեղություն, դժվարություն չկա, եւ դրա պատճառով մտան հենց այդ խավարի նեղության, դժվարության մեջ։ Գրված է Քրիստոսի մասին Փիլիպեցիս 2-րդ գլուխ 5-11 խոսքերի մեջ։ Չնայած թե ինքը Աստծո պատկերով էր, հափշտակություն չհամարեց Աստծո հետ հավասար լինել, չնայած թե ինքը հավասար էր Աստծուն, նորեդի Ադամի Եվայից շատ ինքը Ադամի Եվայի ստեղծողն էր, կարող ենք ասել, Աստծո խոսքը այդպես է ասում, բայց նույնիսկ դա ունենալով ինքը հափշտակություն չհամարեց, այնպիսի մի բան չհամարեց, որ շահագործեր, որ չարաշահեր, որ օգտագործեր իր օգուտի համար, այլ խոնարհվեց եւ ծառայի կերպարանք առավ եւ մինչեւ հիմա հնազանդվեց եւ այն խայտարակ խաչի մավանը համաձայնվեց եւ ինչա գրված եւ Աստված նրան բարձրացրեց եւ տվեց մի անուն, որ ամեն անունից բարձր է, որ Հիսուս անունովը ամեն ծուն ծրվի, թե երկնքում, թե երկրի վրա, թե երկրի տակ, եւ ամեն լեզու դավանի, թե Հիսուս Քրիստոս Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Դա է ճանապարհը, սիրելի քույր եղբայրներ։ Եկեք միասին գնանք Մատթեոս 4-րդ գլուխ 1-ից 11 խոսքերը կարդանք։ Այստեղ գրված է Քրիստոսի փորձությունների մասին, գրված է այն ժամանակ Հիսուսը հոգիից անապատը տարվեցավ, որ փորձվի սատանայիցը, եւ 40 օր եւ 40 գիշեր ծոմ պահելուց հետո սովեց, եւ փորձիչը նրա մոտ գալով ասեց. Եթե Աստծո որդի ես, ասիր, որ այս քարերը հաց լինեն։ Նա էլ պատասխան տվավ եւ ասեց. գրված է ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանիցը։ Այն ժամանակ սատանան նրան առավ տարավ սուրբ քաղաքը եւ կանգնեցնեց նրան տաճարի աշտարակի վրա եւ ասեց նրան. եթե Աստծո որդի ես, քեզ վայր գցիր, որովհետեւ գրված է, թե իր հրեշտակներին կհրամայե քեզ համար եւ ձեռների վրա կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարի չդիպցնես երբեք։ Հիսուսը նրան ասեց. դարձյալ գրված է, թե մի փորձի Տիրոջը քո Աստծուն։ Դարձյալ առավ տարավ նրան սատանան մի շատ բարձր սար եւ ցույց տվավ նրան աշխարհի բոլոր թագավորությունները եւ նրանց փառքը եւ ասեց նրան. սրանց ամենը քեզ կտամ, եթե անկած երկրպագես ինձ։ Այն ժամանակ ասեց նրան Հիսուսը. դեն գնա սատանա, որովհետեւ գրված է, թե Տիրոջը քո Աստծուն երկրպագիր եւ միայն նրան պաշտիր։ Այն ժամանակ սատանեն թողեց նրան եւ ահա հրեշտակներ մոտ եկան եւ ծառայում էին նրան։ Այն Աստվածը, որ քարերից Աբրահամի որդիներ կարող է սարքել, չէր կարող քարից հաց սարքել։ Իհարկե կարող էր։ Սատանեն Հիսուսին հեշտ ճանապարհը ցույց տվեց։ Այս նեղությանդ մեջ դու իշխանություն ունես, հեշտ ճանապարհը ընտրի, այդ քարը հաց դարձրու եւ կեր եւ կուժեղանաս։ Տաճարից քեզի իջացրու, գցի, հրեշտակները իրեն քեզի կբարձրացնեն, տաճարի ժողովուրդները կտեսնեն, որ դու Աստծո խոսքի համեմատ այն մարգարեն ես, որ հրեշտակները բարձրացնում են, չթողեցին, որ քեզի մի բան լինի։ Ամբողջ աշխարհի
թագավորությունը, իշխանությունը քեզ կտամ։ Երկրպագիր ինձ։ Միայն մի բան կա։ Այդ բոլորը Քրիստոսինն էին, բայց Քրիստոսը, երբ որ մարդացավ, այդ բոլոր բաների իրավունքները ինքը մի կողմ դրեց, վստահեց իր հորը եւ այն Սուրբ Հոգին, որ իր միջով գործում էր, այդ բոլորը ինքը իրավունք ուներ, որպես Աստծո որդի։ Այդ իրավունքները մի կողմ դրեց եւ ինքը Աստծուն վստահեց։ Ադամը եւ Եվան էլ իրավունքներ ունեին, բայց իրենք իրենց իրավունքները մի կողմ չդրեցին, այլ ավելի ձգտեցին այն բանին, որ դեռ Աստված իրանց համար չէր առանձնացրել, ժամանակ կար։ 10-րդ պատվիրանը ասում է մի ցանկացի։ Այսինչ բաները, այն բաները, որ քոնը չեն, մի ցանկացիր։ Գիտեք, Աստված առատության պատվիրանն է մեզ տվել։ Սիրիր քո Տեր Աստծուն, սիրիր քո ընկերոջ քո անձի պես։ Առատություն է, օրհնություն է, հրաշք է։ Այս դրա հետ միասին բաներ կան, ասում է մի ցանկացիր, դա քոնը չէ։ Տեսնում ենք Իսրայել ժողովուրդը անապատի մեջ ցանկացավ եւ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 10-րդ գլխի մեջ գրում է այս բաները ձեզ գրում եմ, որ չար բաների չցանկանաք։ Ստերի եղբայրներս, քույրերս, մենք զգուշություն անենք, Աստծո երկյուղի մեջ քայլենք, որ չարը մերժենք, որտեղ եթե Աստծո երկյուղով չքայլենք, չարը չենք մերժի, այլ չար բաները կցանկանանք։ Եվ այդ ցանկանալով մենք էլ վատ վիճակի մեջ կլինենք։ Հիմա մեկը կասի, գիտես ինչ, ես անապատի մեջ եմ ապրում։ Եթե իմանայր իմ կյանքը ինչ վատ վիճակ էր, այդ անապատ վիճակը ես ուրիշ ճար չունեմ, Աստծուն չեմ կարողանում պաշտել, ինչպես որ վայել է, անապատի մեջ եմ։ Բայց Ադամը եւ Եվան անապատի մեջ չէին, առատության մեջ էին, սիրելի քույր եղբայրներ։ Եվ թե մարդը առատության մեջ է, թե չքավորության մեջ է, իր աստվածապաշտությանը չպետք է դիխախտի։ Եթե այսօր պակասություն ունեմ ֆինանսապես, այն երեմական պարտեզը չի իմ կյանքը փոխաբերական իմաստով։ Չեմ կարողանում վայելել այնպես, ինչպես որ կուզեի, եւ մտքիս մեջ ասում եմ, Տեր Աստված, եթե այս ֆինանսներիս հարցը լուծեիր, ես քեզի ավելի լավ կպաշտեի։ Եթե այս ընտանիքիս հարցը լուծեիր, ես քեզի ավելի լավ կպաշտեի։ Եթե ինձ մի հատ ուրիշ տուն տայր, ավելի լավ կպաշտեմ։ Եթե մի ուրիշ գործ տաս, ավելի լավ կպաշտեմ։ Սիրելի քույրս, եղբայրս, Ադամը եւ Եվան առատության մեջ դեռ ցանկացան, մեղք գործեցին։ Թե առատություն ունենանք, թե ոչինչ չունենանք։ Պողոս առաքյալը ասում է, ամեն բանի մեջ ես սովորեցի, որ բավարարվեմ։ Առատությունը ամեն վիճակի մեջ աստծմով, դա ճշմարիտ իրական կյանք։ Տեսնում ենք, թե եդեմական պարտեզ, թե այն չորը անջուր անապատի մեջ Աստծո ժողովուրդը մեղանչում է։ Ինչն է խնդիրը։ Նշանակում է մեր ունեցվածքը, մեր փողը, մեր շրջապատը, հիմնականը դա չի։ Մենք մեր մեջ Աստծո հոգիով միջոցով պետք է որոշենք խոնարհվենք Աստծո առջև։ Տիրոջից վախենանք եւ չարից հեռանանք։ Թե չէ ինչ էլ որ Աստված մեզի տա, աշխարհակալել լինենք, դեռ կցանկանանք։ Եվ կասեմ աշխարհակալները ամենաշատն են ցանկանում։ Ամենաշատը, որտեղ իրենք իրենց մարմնին վարժեցրել են, որ ունենան, ուտեն ու խմեն ու երբեք իրենք չդատարկվեն, այլ ուրիշներին դատարկացնեն, չքավորացնեն, ցածրացնեն, նսեմացնեն, որ իրանք մեծանան։ Գիտեք, Հիսուսը մեզ աղոտ սովորեցրեց։ Մեր ամենօրյա հացը այսօր մեզի տուր։ Չսովորեցրեց առատ հաց մեզ այսօր տուր, լեցուն հաց տուր, շատ բաներ տուր մեր ամեն օրյա
հացը այսօր մեզի դուր։ Իսրայել ժողովուրդը անարգեց Աստծո ամենօրյա հացը։ Ասես դու բերիր մեզի այս անապատը եւ այս մանանան տվեցիր, անարգեցին Աստծո այդ ողորմությունը, այդ ամենօրվա հացը։ Գիտեք, սիրելի քույր եղբայրներ, մենք չանարգենք Աստծո ամենօրյա հացին, որտեվ եթե այդ ամենօրվա հացի մեջ Աստծուց չգոհանանք, այդ ամենօրվա հացի մեջ չբավարարվենք, այդ ամենօրվա հացի մեջ չառաջանանք հավատքի կյանքի մեջ, Աստված ինչ էլ տա չի բավարարի մեզի։ Այդ ամենօրյա հացը մենք պետք է խնդրենք։ Մենք մի հատ երգ ունենք, չէ՞, որ քիչ մարև թող ներս գա, հետո մեկ երկում ենք առատ արև թող ներս գա, քիչ մարև, առատ արև, քիչ մարև, մեկ ասում է չէ, առատը թող գա, մեկ ասում է քիչ մարև, մի թե առատը թե քիչա, Աստված գիտի, բայց այդ քիչ մարևը շատ հետաքրքիր միտք կա։ Որ այդ ամենօրվա այդ քիչ մարևն էլ Աստծո կյանք է ինձ, փրկություն է, ողորմություն է, բժշկություն է, նորոգություն է։ Այդ ամենօրվա հացը չանարգենք, սիրելի քույր եղբայրներ։ Այն ամենօրյա կյանքը, որ Աստված մեզի պարգևում է, չասենք ձանձրալի կյանք է, չասենք անհետաքրքիր կյանք է, չասենք տխուր կյանք է, գրված է այսօր է այն օրը, որ Տերը ստեղծեց։ Եկեք ուրախ լինենք եւ ցնցանք։ Այդ ամենօրյա հացի մեջ բավարարվենք, ուրախ լինենք, Աստծուն փառք տանք, Աստծո հետ քայլենք, սիրելի քույր եղբայրներ, եւ Աստված կտեսնենք, մեզի կօրհնի, մեզի կողորմի, եւ գիտեք, այն հաղորդության հացը, որ մենք ուտում ենք, այդ ամենօրյա հացն է։ Աշխարհը երբ որ նայի, մենք ասենք եկել ենք խնջույքի, առատություն կա այս սեղանի վրա։ Աշխարհը երբ որ այդ սեղանին նայի, ասի մի հատ հաց կա, մի հատ էլ մի բաժակել գինի։ Այդ ինչ առատություն, այսքան ժողովուրդ կա, դա առատություն է, դա քչություն է աշխարհի համար։ Դա փոքր մի բան է։ Աշխարհի մարդը երբ որ գա այդ մեր խնջույքին, ասի դուք իմ սեղանը հələ չեք տեսել, բայց այդ մարդը չի հասկանում, որ այդ ամեն օրվա հացի մեջ կյանք կա, օրհնություն կա, զորություն կա, ուժ կա, կարողություն կա։ Դրա համար սիրելի քույր եղբայրներ, աշխարհի հոսանքով չգնանք, երկրի հոսանքով չգնանք, որ ամեն ժամանակ պետք է ունենանք, որ Աստծուն ճիշտ պաշտենք, ունենանք, որ Աստծուն ավելի նվիրվենք։ Եթե այսօր ինչի մեջ Աստված քեզ կանչել է, դրա մեջ չես կարողանում նվիրվես Աստծուն, երբեք չես նվիրվի Աստծուն։ Թե հարստություն ա տվել, թե նեղություն ա տվել, թե աղքատություն, թե ինչ վիճակի մեջ այսօր գտնվում ես, Աստծուն դրա մեջ ճիշտ պաշտի, անկեղծ եղի, մաքուր եղի եւ դրա մեջ օրհնություն կա։ Խաչի ճանապարհը մի անարգի։ Եվ ինչ ասեց սատանային, ետիս գնա, սատանա։ Եվ Պետրոսը, երբ որ մտածում էր աշխարհի գաղափարով, մարդկային խորհուրդներով իր վարդապետին, իր տիրոջը բարություն էր անում, լավություն էր անում, ասեց ետիս գնա, սատանա։ Դու Աստծո բաները չես ուզում, այն մարդկային խորհուրդներ ես առաջացնում։ Եվ հետո ինչ է ասում։ Եթե մեկը իր անձը չուրանա եւ իր խաչը չվերցնի եւ ինչ չհետևի, ինձ արժանի չի։ Սիրելի քույր եղբայրներ, աշխարհը գիշեր ցերեկ, ինչպես եղբայրը խոսեց աշխարհի մասին, այդ հարցակումը կա տարբեր ձևերով, տարբեր միջոցներով, աշխարհը համոզում է, որ խաչի ճանապարհը չընտրենք։ Գիշեր ցերեկ դա է նրա համոզմունքը։ Եվ գիշեր ցերեկ մեր այս մարմինը մեզ համոզում է խաչի ճանապարհը չընտրենք։ Դրա համար Հիսուսը քնած աշակերտներին ասեց. հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Եվ որին պետք է հնազանդվենք, մեր մարմնին, թե հոգուն, որ հոգին զորացնի,
Եվ այդ խաչի ճանապարհը մենք ընտրենք։ Եթե չընտրենք, սիրելի քույր եղբայրներ, մեր համար վատ կլինի։ Թող Աստված օգնի, թող Աստված զորացնի, որ մենք էլ, երբ որ աշխարհը խաչի ճանապարհից ուզում է համոզի եւ դուրս հանի, մենք ասենք ետից գնա, սատանա, ես Տիրոջ կամքի մեջ պետք է գնամ։ Թող Աստված օգնի եւ այդպես էլ անի իր ժողովրդին, իր եկեղեցուն, իր փառքի համար։ Ամեն։ Եկեք աղոթք անենք։ Փառավոր Աստված, զորավոր Աստված, ամեն բանի համար, ամեն բանի մեջ փառք ենք տալիս քեզի եւ գոհանում ենք եւ շնորհակալ ենք եւ փառավորում ենք քեզի եւ այդ ամեն օրվա հացի համար շնորհակալ ենք օրհնյալ Աստված, փառք ենք տալիս, գոհանում ենք Տեր Աստված ամեն բանի համար, փառք քեզի, փառք քեզի, փառք քեզի եւ միայն աղոթք աղաչանք ենք անում, որ մեր հոգու աչքերը բաց անես, որ մենք քո մեջ տեսնենք առատության պատվիրանը, տեսնենք, որ դու առատ Աստված ես, օրհնյալ Աստված ես, բարի Աստված ես, որ քո մեջ է կյանքը եւ իմաստությունը եւ հանճարը եւ փառքը եւ պատիվը եւ օրհնությունը եւ ամեն բարի բան, որ կա, ամենը քո մեջ է։ Մեր հոգու աչքերը բաց արա, Տեր Աստված, որ չնայենք Տեր Հիսուս Քրիստոս այն բաներին, որ մեզ համար չի, որ չար բաների չցանկանանք, օրհնյալ Աստված, ինչպես մինչև այսօր ցանկացել ենք եւ դրա պատիժը կրում ենք։ Ողորմյա մեզ, ների մեզ, մաքրի մեզ, սրբի մեզ, օգնի մեզ, ոտքի կանգնացրու, որ մենք Տեր Հիսուս Քրիստոս քո խաչի ճանապարհը ընտրենք, քո ճանապարհը ընտրենք, օրհնյալ Աստված, փառավոր Աստված, թագավոր Աստված, գոհանում ենք, շնորհակալ ենք այդ ամենօրյա հացի համար, աղոթք աղաչանք ենք անում, որ մինչև մեր կյանքի օրերը այդ նույն սիրտը մեր մեջ ստեղծես, ուղիղ հոգի նորոգես մեր մեջ, որ այդ ամենօրվա հացը չանարգենք Տեր Աստված, այլ գոհունակությամբ, ցնծությամբ, ուրախությամբ ուտենք եւ քեզի փառաբանենք եւ քո կյանքը ապրենք երկրի վրա, ինչպես որ կա երկնքում։ Փառք ու պատիվ եւ գոհություն ու մեծություն քեզի, շնորհակալ ենք եւ փառավորում ենք քո մեծ ու պատվական անունը։ Թող այս ամեն բանի մեջ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ալելույա։ Ամեն։